Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ ամեն ինչ կարծես ընթացավ այնպես ինչպես կանխազգում է եւ երկուշաբթիից հետո 3 եւ առաջին օրը ես վատառողջ չէի կարող գալ աշխատանքի, իսկ այսօր էլ ընտրություններից առաջ վերջին թերևս մեր հաղորդումն է, մյուս մեր հանդիպումը կլինի հունիսի 8-ին, արդեն քարոզարշավից եւ ընտրություններից հետո, եւ դա օրենքի պահանջն է։ Իմ այս ազատ շփում հաղորդման ֆորմատն այնպիսին է, որ ներքաղաքական հարցեր ենք մենք մշտապես քննարկում, իսկ ընտրությունների քարոզարշավի ընթացքում դրանք կարող են որոշակի կանոններ խախտել, մեր մեկնաբանությունները որոշակի կանոններ կարող է խախտել, հավասարաչափ ներկայացնելու, չգիտեմ ինչերի, որը որ այնքան էլ հնարավոր չի տեխնիկական եւ ամենատարբեր պատճառներով։ Ուստի մենք մեր մյուս հանդիպումը, ինչպես որ ասել էի, տեղի կունենա արդեն հունիսի 8-ին, այդ ընթացքում հնարավոր է, որքան որ հասկանում եմ, Սև ու Սպիտակը, մեր փոդքասթը Գագիկ Մկրտչյանի հետ կլինի եթերում ամեն շաբաթ օր։ Ուրեմն այս շատ կարևոր օրերի էի իմիջայլոց հիվանդացել, որովհետև այնքան իրադարձություններ էին տեղի ունենում վարկյանի տակ, որ կարելի էր 24 ժամով ուղիղ եթերում լինել ու մեկնաբանել այդ ամենի կարևորությունը։ Իհարկե մեր հանրությունը հասկանում է ընդհանուր առմամբ, թե այդ ինչ էր տեղի ունենում, բայց գիտեք պետքա շատ խորը նաև գնալ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք, որ ցավոք սրտի 91 թվականի անկախությունից ի վեր շատ կարճ ժամանակ երևի թե միայն մեր մոտ պետականության ստեղծման այդ պատկերացումը տեղի ունեցավ եւ այն դեռ չկարծրացած սկսեցին փլուզել այն գիշատիչները, ովքեր որ ուղարկված էին Հայաստան։ Եվ այսպես ասած պետությունը եւ իր քաղաքացին, հասարակությունը որոշակի էվոլյուցիայի չենթարկվեց եւ կանգ առավ դեռ խորհրդային կետում, հույս ունենալով, որ հետ կվերադառնա։ Եվ միայն հիմա է մի քանի տարի, որ մենք տեսնում ենք քայլեր, որոնք որ պետության քայլեր են, պետության հրապարակումներ են, պետության գործողություններ են, քաղաքացու դրսևորում է եւ իհարկե երբեմն շատ բաներ խառնվում է իրար, բայց միևնույնն է մենք առաջին քայլերն ենք անում ու այստեղ պետքա լինում շատ իրավիճակներ բացել, կազմաքանդել, պարզել կազմաքանդել դրական իմաստով, բացել, որպեսզի հանրությունը սկսի ավելի պարզ հասկանալ, ըմբռնել, թե իրականում դրա տակ ինչ շերտեր կան։ Ես ինքս էլ այդ գործից հաճույք եմ ստանում, որովհետև ինքս էլ սովորում եմ այդ ընթացքում, իմ բազային գիտելիքները որպես քաղաքացի հարստանում են, այնպես որ շնորհակալություն նաև ձեզ, որ հետևում եք եւ ակտիվ եք այս ամեն ինչի մեջ։ Դա անհրաժեշտ է լինում նաև կիրառել մեր միջավայրում, որովհետև մենք ժամանակ շատ ենք կորցրել, ժողովուրդ ջան, ժամանակ ցավոք սրտի շատ ենք կորցրել, դրանք վերականգնել ամբողջովին հնարավոր չի, մեր սերունդը դա չի կարող, ապագա սերունդները կարող են, մեր պարագայում դա հնարավոր չի, բայց մենք պիտի մաքսիմումը անենք շատ բաներ հետ բերելու, շատ բաներ վերականգնելու եւ Հայաստանի Հանրապետություն կտակելու մեր նոր սերնդին։ Աստված մեզ բոլորիս երկար կյանք տա, առողջություն տա, կտակ բառը ցավալի բաների հետ փորձենք չկապել, բայց մենք պիտի այդ պատասխանատվությունը պատվով կրենք։ Եվ իհարկե ունենք նաև պարտք մեր բոլոր ժամանակների հերոսների առաջ իրական Հայաստանի Հանրապետություն ստեղծել ու ամրացնել։ Ստեղծված է այն, կա հողի վրա, դե յուրե նույնպես գոյություն ունի, դե ֆակտո դեռևս շատ անելիքներ կան։ Եվ տեսնում եք, թե երբեմն հենց մեր հայրենակիցների կողմից ինչ քարկոծման արժանանում այս կամ այն դրույթը, այս կամ այն մոտեցումը, այս կամ այն թեմայի բարձրաձայնումը, որովհետև ու դա էլ նորմալ է, որովհետև մարդիկ չեն կարող 60, 70 տարի, 50 տարի, 30 տարի կապ չունի թե ինչքան ապրել են մի իրականության մեջ, հավատացել են մի իրականության, որը որ ըստ էության եղել է
հենց մեր դեմ, բոլորիս դեմ, հենց իր դեմ, հասկանում եք, ու այսօր մարդու մոտ մոտեցումներ փոխել վերականգնողական թեկուս նկրտումներով ու բերել իրական տիրույթ, դա շատ բարդ աշխատանք է։ Գիտեք, չէ որ, ասենք ես էլ մարդ եմ, ես էլ ծնողներ ունեմ, ովքեր խորհրդային դաստիարակություն են ունեցել, մենք ժամանակին շատ բախվում էինք այս հարցը, եթե ինչ-որ հարցի շուրջ քննարկում էր լինում, պատկերացումների լրջագույն բախում էր տեղի ունենում, հա, բայց այսօր փառք Աստծո տեսնում եմ, որ ավագ սերունդը, կարծես մի բան էլ հակառակ, ավագ սերունդը շատ ավելի հեշտությամբ ընկալում ես ամեն ինչը, քան երիտասարդները, այն պարզ պատճառով, որ այնքան կեղտոտեցին դաշտը, որ երիտասարդները չեն ուզում կպնել այդ կեղտին, իրենցից հեռու են վանում, ցավոք սրտի, այնինչ երիտասարդները պիտի փորձեն մաքրել այս ճանապարհը իրենց համար եւ ըմբռնեն, որովհետեւ ապագան հենց իրենք են։ Բոլոր ինչի մասին է հիմնականում խոսքս։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդները ամենակիչն են հետաքրքրված ընտրություններով։ Սա աղետալի փաստ է, սա աղետալի է ցանկացած իրան հարգող երկրում, շատ ցանկացած իրան հարգող հասարակությունում։ Ես բացասական գնահատական չեմ, թե ինչու են մեր երիտասարդները, ինչու չեն հետաքրքրվում։ Նրանք իրավունք ունեն չհետաքրքրվել, որովհետև տեսեք ոնց է կեղտոտել, ապականել։ Այդ երիտասարդը ուզում է ապրի, ուզում է դրական լիցքեր ազում տա, որովհետև երիտասարդն ինքը դրական լիցքեր է փոխանցում եւ հակառակ ուզում է ստանա։ Այդ երիտասարդները ունեն ամբիցիաներ, երազանքներ, ուզում են գնան դրանց հետևից, բայց արի ու տես, որ հենց փորձում ես մի փոքր քաղաքականից խոսել, փակվում են միանգամից, մեզ դա չի հետաքրքրում։ Չի կարող դա չհետաքրքրել։ Չի կարող։ Ցավալի է, որ այդպես է, բայց մենք երիտասարդների հետ շատ աշխատանք ունենք անելու եւ այն երիտասարդները, ովքեր ակտիվ են այս ուղղությամբ, պիտի խնդրեմ կապվել ինձ հետ, մենք կարող ենք ահագին նախաձեռնություններով հանդես գալ եւ այս ապականված դաշտը իսկապես մաքրել, բերել այնպիսի տեսքի, որտեղ որ քաղաքացին անկախ իր աշխատանքից, չէ՞ որ ամեն մեկը աշխատանք ունի, չի կարող ինձ նման առավոտից երեկո, սա իմ աշխատանքն է, ես առավոտից երեկո մեջն եմ, բայց ամեն մեկը չի կարող մտնի, ուստի բայց ընդհանուր պատկերացում գոնե պետք է կազմի, եւ ինչ են անում որոշ ուժեր, ովքեր ֆինանսավորվում են դրսից, հակահայկական քարոզչություն, գիտեք ոնց չեն գալիս ու հակահայկական անում, ճիշտ հակառակ, նրանք օգտագործում են մեր հույզերը, մեր բացերը, տալիս են աշխարհի ամենա, չգիտեմ ինչ անիրական խոստումները, դրանով փորձում են գրավել հատկապես երիտասարդներին, հետո արդեն նրանց են հիասթափեցնում, կոտրում, ջարդում ու այդ երիտասարդները ցասում սրտներում արդեն թե ինչպես կշարունակեն իրենց ապագա գործունեությունը, մնում է ծառից կախված։ 1-2 հիասթափվում են, էլ չեն ցանկանում այդ ամենի մասնակիցը լինել։ Բայց ես կոչ եմ անում, որ այստեղ ոչ թե նահանջել է պետք, այլ ճիշտ հակառակ դիմակայել է պետք դրան, դիմակայել է պետք ու նախաձեռնությունը ձեռքը վերցնել է պետք։ Այսօրվա մեր երիտասարդները այդպեսին պիտի լինեն։ Այն մոլորեցնող արտահայտություններն ու հայտարարությունները, որ լսում եք, մատ դրեք մի կողմ։ Սկսեք սովորել ինչպես վերաբերվել մեդիա տիրույթին, ինչպես լսել նորություններ, լուրեր, քաղաքական բանից։ Պարզապես դրանք դետալներ են, որոնք կարող եք մի քանի կուրսով արագ դնել տեղը եւ վերցրեք ձեր ձեռքը։ Այս ամենատարբեր հնացած պլաստինկեքը թափելու ժամանակն է։ Կգան նոր դեմքերով, կգան իրենց որդիները, իրենց պրիեմնիկները, ինչպես Քոչարյանները ասում, իրենք գոհ կմնան իրենց պրիեմնիկներից, թե գոհ չեն մնա, թույլ մի տվեք, որ թափանցեն ձեր շարքեր։ Հայաստանի Հանրապետությունը կարող է օր-օրի ավելի զարգանալ, եթե երիտասարդները հետաքրքրված լինեն նաև քաղաքականությունով, որովհետև քաղաքականությունը, այո, դառը բան է, որը որ եթե իրենով դու չես հետաքրքրվում, անպայման ինքն է քեզնով հետաքրքրվում, անպայման։ Եվ ինչքան դու տեղեկացված լինես, այնքան քիչ կմոլորվես։ Իսկ տեղեկացվածությունը աղբյուրները պետք է ճշտել, պարզել եւ այլն։ Մենք այստեղ հիմնականում դրանով էլ զբաղվում ենք։ Սա այս մասով, հա։
Հիմա այդ իրադարձությունները ինչ որ տեղի էր ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանը դիմավորեց 40 երկրներից առաջնորդների։ Սա գիտեք, իհարկե խոսել են մարդիկ, բոլորը ով ինչ գնահատական տվել է, քաղաքացիներն էլ հասկանում են, թե սա իրենից ինչ է ներկայացնում եւ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը ուր էր բարձրացնում եւ պետք է ասեմ, որ այո, Մակրոնը երբ որ ասում էր, որ դեռ 8 տարի առաջ սրա մասին խոսելը անհնար կլիներ, դա ընդամենը մեկ պարզ նախադասություն չի եւ այնպիսի բան չի, որ ասենք, հա դե ճիշտ է ասում։ Չէ, սրա տակ այնքան մեծ շերտեր կան, որովհետեւ այո, Հայաստանի Հանրապետությանը չեն դիտարկել որպես անկախ պետություն, չեն դիտարկել եւ Հայաստանի Հանրապետությունը հիմա այդ ճանապարհով է գնում, անկախության ամրացման ճանապարհով է գնում, ինքնիշխանության բարձրացման, կայունացման ճանապարհով է գնում, բալանսավորման քաղաքականություն վարելու ճանապարհով է գնում, իր պոտենցիալը ցուցադրելու ճանապարհով է գնում։ Իհարկե, կրկնում եմ, ցավոք սրտի ներսից ավելի շատ են քարերով հարվածողները սրան, չհավատացողները սրան, իրենց գործն է, բայց դրանից չի կարելի հիասթափվել, պետք է առաջ շարժվել։ Ու ծաղրում էին այնպիսի երկրներից ժամանակին մեզ, ասենք օրինակ Բելարուսից, հա, ով որ, տեսեք, մենք ընդունել ենք 40 երկրից առաջնորդների, առաջադեմ երկրների, նույն Լուկաշենկոն այս ընթացքում դիմավորել է Զիմբաբվեի ներկայացուցչին, Իրանի արտգործնախարարին կամ փոխարտգործնախարարին եւ Ռուսաստանի տարբեր մարզպետերի, գուբերնատորների։ Վերջ, դե դուք հեղինակության տարբերությունը նայեք։ Եվ դեռ Հայաստանի ներսում ես ներքաղաքական պրոցեսները, որը որ վաղը ավելի բանի իմաստով վաղվանից է մեկնարկում։ Դեռ կան ուժեր, ովքեր ասում են, եկեք մենք նրանից դառնանք։ Ասում ես ինչի, ասում է, որպեսի չթրքացվենք։ Սա ամենակեղծ խոսույթն է, որը զորով պրոպագանդայի միջոցով մցրել են մեր քաղաքացիների լեզվամտածողության մեջ։ Ուրեմն թրքացրել եք դուք ձեր ռուս-թուրքական նախաձեռնություններով։ Եվ ինչա կոչվում թրքացնել առհասարակ։ Եկեք մի քիչ այստեղ բան անենք։ Տեսեք, ես կարծում եմ, որ այդ թրքացման, այսպես ասած, պրոցեսը հիանալի իրականացրել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը եւ իր պրիեմնիկ Սերժ Սարգսյանը։ Ասեմ ինչպես, նրան ժամանակ տեղի է ունեցել ամենամեծ արտագաղթը Հայաստանի Հանրապետությունից, ամենամեծ, միլիոնավոր մարդիկ են լքել Հայաստանի Հանրապետությունը, իրենց հայրենիքը, իրենց բնօրժանը։ Այո, հիմա նրանց մեծ մասը ապրում են աշխարհի տարբեր երկրներում, կամավոր լքել են իրենց հայրենիքը, նրանց կառավարման արդյունքում էթնիկ զտման են ենթարկվել, կոպիտ խոսքով ասած, բայց բռնի չէ, էլի, դա փափուկ ուժի կիրառմամբ ա եղել։ Ու այս մեր հայրենակիցները, բացի Ռուսաստանից ու սովետական նախկին որոշ երկրներից, մնացած վայրերում, այսինքն Եվրոպայում ու Ամերիկայում հաստատվելու համար, ինձ մեր սփյուռքահայերը կամ արտերկրում ապրող հայերը կհաստատեն իմ խոսքերը, նրանք երբ որ տեղափոխվում էին Եվրոպա կամ Ամերիկա ապրելու, չեն եղել, չէ ընթացակարգեր, որ դեպքում իրենք կարող են դոկումենտ ստանալ, փաստաթղթեր ստանալ, օրինական։ Ասենք օրինակ Ռուսաստանինը ուրիշ է, ռազմավարական գործընկերություն է եղել, չգիտեմ, 1000 տեսակ պայմանավորվածություններ, որ ասենք Ռուսաստանում ապրում ես, այս փաստաթուղթն ես անում, հետո 3 տարի հետո այն ես անում, ինչ որ մի 10 տարի հետո էլ չգիտեմ, անձնագիր կարող է թվերը տարբեր ասեմ, բայց այդպես է, հետո անձնագիր ես ստանում։ Այսինքն process կա։ Իսկ Եվրոպայի հետ այդ հարաբերությունները չեն եղել։ Լավ, եկեք մի հատ ձեզ հարց տվեք, իսկ ո՞նց էին ստանում անձնագիր։ Որտեղից էին սկսում փաստաթղթավորումը, փախստական հանձնվելուց։ Երևանում ապրած մարդը փախստական էր հանձնվում, իսկ այդ փախստական որ դեպքում են կոչվում։ 3
դեպքում են համարվում փախստական։ Հիմնական 3 դեպք կա, որ կարա քեզ ընդունի երրորդ երկիրը։ Մեկը քաղաքական ապաստարան խնդրելն է, որ քո երկրում բռնապետական ռեժիմ է, քեզ քաղաքական առումով կյանքիդ վտանգ է սպառնում եւ տեղի իրավապահ համակարգը քեզ չի պաշտպանում քո իրավունքները։ Դա բռնապետական երկրում ընդդիմադիր գործիչն է մոտավորապես, ում կյանքին վտանգ է սպառում, կյանքին։ Ոչ թե չի ընդունվում իրավունք, կյանքի վտանգ է սպառում։ Նա կարող է ապաստան ակնկալել այս երկրներից։ Հաջորդը կրոնական առումով, այսինքն պետությունը, չգիտեմ, մուսուլմանական երկիր է, դու քրիստոնյա ես, ու քեզ կամ դու կրոնդ փոխել ես, քրիստոնյա երկրում ես, կրոնդ փոխել ես, մուսուլման ես դարձել կամ աղանդավոր ես, ու քեզ քո կյանքին վտանգ է սպառնում։ Սա էսպես։ Եվ երրորդ, այս երկու տարբերակները մերոնք շատ չեն կարող օգտագործել։ Եվ երրորդ տարբերակը, որ երկու երկրներ պատերազմի մեջ են, քեզ մոտ առկա է ծնողներիդ առումով կամ քո առումով, եթե տարիքդ ներում խառը ամուսնություն տվյալ երկրի հետ, ում երկրի ներկայացուցչի հետ, ում հետ պատերազմի մեջ, ասենք դու հայ ես, կինդ ադրբեջանցի է, կամ հայրդ ադրբեջանցի է, մայրդ հայ է, այսինքն դուք չեք կարող ապրել, ձեր կյանքը վտանգված է թե այստեղ Հայաստանում, թե Ադրբեջանում, եւ այդ ռեալ վտանգված լինելը այդ բանը պիտի պատմես, ներկայացնես։ Ուրեմն մեր հայության 90%-ը Եվրոպա գնացած այս ինտերվյուով է հանձնվել։ Այս ինտերվյուով է հանձնվել։ Հիմա արդեն դեմ պասպորտներ ունեն բան, եկեք անկեղծ լինենք, ոչ անուններ ենք տալիս, ոչ բան ենք անում։ Մեր ճնշող մեծամասնությունը այս ինտերվյուով է հանձնվել։ Երևանից է գնացել, Էջմիածնից է գնացել, Գյումրիից է գնացել, Վանաձորից է գնացել, Գորիսից է գնացել, որտեղից ասես։ Գնացել են, հանձնվել են այս ինտերվյուով։ Իրենք ատամները սեղմած, լացակումած, որ ստիպված են ինչ հեքիաթ հորինել, շատ ծանր, դա ծանր հոգեբանական բան է, պատկերացնում ես, դու նստած ես, քո առջև նստած է եվրոպացին, թարգմանչի հետ, ու դու պատմում ես, թե իբր դու խառը ամուսնության արդյունք ես։ Սա հոգեբանական շատ ծանր բան է։ Ու սրա միջով անցել է մեր հայ ժողովուրդ, այսինքն անգամ սա է արել, այդքան դժոխքի են սրանք վերածածեղել իրենց ժամանակների Հայաստանը։ Ու այս մարդիկ այսօր Եվրոպայում են, այսինքն հեքիաթը հորինել է, որ ադրբեջանցի հերը կամ մերը կամ իր կինը եւ չեն կարող իրենք ապրել ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, սա ծանր ձևով տարել է, ախր այդ պայն պատմելն ուրիշ է, հետո դու լագերներում այդ նույն ինտերվյուով պիտի ապրես, հասկանում ես, որ հանկարծ չգտնեն, որ դու խաբում ես իրանց։ Պատկերացնում եք սա ինչ է։ Մարդը համաձայնել է անգամ այս քայլին գնա, մենակ թե սրանց դժոխքի վերածած իր սեփական հայրենիքում այդքան չի կարողացել ապրել։ Հիմա դուք եք թրքացրել ժողովրդին 100,000-ներով։ Թե ով։ Դուք ստիպել եք, պարտադրել եք մարդկանց, որ գնան ճարահացյալ նմանատիպ քայլի։ Թեկուզ երեսանց, թեկուզ բանի տեսքով, կեղծիքի տեսքով, բայց գնան այդ քայլին։ Սա պարտադրական թրքացում չի համարվում։ Կներեք, այո, սրանք հարցեր են, որոնց մասին չի խոսվում ինչ որ։ Բա ինչի չի խոսում։ Ու այդ մարդիկ հիանալի մարդիկ են, այդ մարդիկ հետո ընդեղից իրանց ընտանիքներին ու բարեկամներին ու ընկերներին են պահել, որովհետև ոչ ձեր ժամանակվա թոշակն է թոշակի նման եղել, ոչ ձեր ժամանակվա աշխատավարձն է աշխատել, ոչ իրավունքները, ոչ մի բան է, կյանքը կյանք չի եղել։ Այդ մարդիկ ոնց Եվրոպայում, Ամերիկաներում ապրում են, թեկուզ Ռուսաստանում, իրանց աշխատացի մեծ մասը միշտ Հայաստան են ուղարկել, դուք քաղաքացի եք պահել։
Ու այսօր դուրս եք եկել թրքացում չթրքացումից եք խոսում։ Իմիջայլոց այդ որ մենք ձեզ ասում ենք տանում եք գուբերնիա դարձնեք ու դուք ասում եք ավելի լավ է գուբերնիա դառնանք, քան չգիտեմ թրքանանք։ Գիտեք ինչ, դուք արդեն դրանով ասում եք, որ դուք պատրաստ եք թե գուբերնիա դառնաք, թե թրկանաք, որովհետև ձեր համար հայկական անկախությունը ու ինքնիշխանությունը հետաքրքիր չի։ Եվ կարող դուք իրարից չառանձնացնեք, ռուսն էլ թուրքն էլ նույնական են։ Ես ազգային բան չեմ դնում այստեղ, ես ռուս-թուրք որ ասում եմ մարդկանց նկատի չունեմ, ես նկատի ունեմ իրենց քաղաքական ղեկավարություններին, ովքեր համատեղ Կովկասում հիանալի օպերացիա իրականացրեցին 44 օրյա պատերազմի տեսքով, ինչից հետո ռուս-թուրքական շտաբ ստեղծվեց Արցախում։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Այո, նման թեմաները այնքան չեն խոսվել, բայց պիտի խոսվեն, ու մի հաղորդումով չէ, երկուսով չէ, այստեղ այնքան դետալներ կան, շատ պետք է խոսել ու բացել, որպեսզի հասարակությունը այդ գնահատական կամ Ռուսաստանից դրել եք սիրելի հայրենակիցների մի մաս։ Բա դե պետք է որ սենց լինի, նենց լինի, գիտեք ինչ։ Դուք Հայաստանից խի եք գնացել։ Խի եք գնացել։ Ստիպված եք եղել, չէ՞ գնաք։ Ով է ստիպել ձեզ գնալ։ Այ ումոնց պատճառով որ դուք ստիպված եք եղել գնալ Ռուսաստան, հիմա այդտեղ լավ է, դուրներդ գալիս է չի գալի, դա ձեր գործն է։ Այ դրանք են ձեզ համոզում, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի հետ ենք եղել։ Բա խիա վատ եղել։ Խիա այնքան վատ եղել, որ դուք գնացել եք։ Ռուսաստանի հետ չենք եղել։ Որովհետև Ռուսաստանի հետ լինել, այդ ժամանակ առնվազն, չի նշանակել, որ դուք լավ ապրեք։ Դա եղել է ուրիշ հարցեր։ Դա եղել է քիչ-քիչ ուծացում, մշակույթի կորուստ, պատմության խեղաթյուրում, մտածելակերպի դեգրադացիա։ Դա է նշանակել, տեսակ ոնց էին վատացել, Զելենսկին ու բանը Փաշինյանը խոսում են իրար հետ, շփվում են իրար հետ անգլերեն, ոյ այս ինչ ենք տեսնում, կներեք, Զելենսկու համար Ռուսաստանը թշնամի է, Զելենսկին ինչ լեզվով պիտի խոսա, առհասարակ աշխարհում անգլերենը միջազգային լեզուն է, թիվ 1 միջազգային լեզուն, և գիտեք ինչ, աշխարհում ընդունված է, որ մարդիկ որպես երկրորդ լեզու անցնեն անգլերեն լեզուն, այդ նախկին սովետական երկրների մի մասում է, որ ոչ ռուսերեն է, որ այդ տարածքից դուրս ես գալիս, ռուսերենդ քեզ մի վայրկյան պետք չի գալիս, մի վայրկյան, Չինաստանից մինչև Նորվեգիա քեզ պետք չի գալիս ռուսերենդ, անգամ այն երկրներում, արաբական երկրներում, բանում, որտեղ որ ռուսական ներկայություն կա, միևնույն է ռուսերենդ պետք չի գալիս, հասարակ բան ասեմ, Սիրիայում քանի տարի ներկայություն կար ռուսական, մի հատ Սիրիա հայի ցույց կտաք, որ ռուսերեն գիտի, այդքան Սիրիա հայեր կան Հայաստանում, կարող է մեկը, երկուսը պարզապես տենց հետաքրքրել է իրենց, ուսումնասիրել են ռուսերենը, ու վերջ, և առհասարակ այո սիրելի քաղաքացիներ, սկսեք միջազգային լեզուն սովորել, անգլերենը խոսակցական, մեկը ես առիթը բաց չեմ թողնելու, անգլերենը գոնե խոսակցական մակարդակով սովորեմ տիրապետեմ ինչ է եղել, որովհետև աշխարհը բացվում է, աշխարհը բացվում է, մեր առաջ աշխարհը բացվում է, ու սա հիանալի զգացում է պատճառում, երբ որ տեսնում ես ու գիտակցում ես դա,
Գանք վերադառնանք ռուս-թուրքական թեմային։ Համատեղ հայտարարություններ արեցին, բան։ Անկամ, ասեմ ավելին, Արցախը էթնիկ զտման ենթարկելուց հետո, Հայաստանի սահմանների հարձակումներին չմասնակցելուց հետո, այ մարդ, ռուսները, գրեթե բոլոր պոլիտոլոգները ընդունեցին եւ հայտարարեցին, որ իրենք սխալ են վարվել Հայաստանի հարցում։ Սխալ են արել, որ Ադրբեջանին են սատարել։ Սխալ են արել, լավ, առնվազն այնտեղ կային մի քանիսը, որ լռել են։ Իրենց սխալի մասին բարձրաձայնեցին, կարծես յուրատեսակ ձևով փորձում էին իրանց արևին ներողություն խնդրել։ Մեր ռուսամետները մինչև հիմա դուրս են եկել Մակրոնին ասում են Ղարաբաղն ուր է։ Ռուսները տեսնում եք ձեռքերս։ Ռուսները խոստովանել են եւ ընդունել են անգամ որ խոստովանել են որ իրանք են արել եւ ընդունել են որ լավ բան չեն արել որ արել են։ Դուք ինչ եք խոսում, ուր եք մնացել, որ դարում եք մնացել։ Այդ ինչ Ռուսաստանը Ղարաբաղն էր ուզում պահել, Մակրոնը ընդեղից եկել էր, թույլ չտվեց, ինչ եք խոսում։ Ես ասում եմ, ամենահակառուսական ուժերը, ովքեր որ հակառուսականություն ու ատելություն են քարոզում Ռուսաստանի հանդեպ, դա քոչասերժական ուժերն են։ Սամվել Կարապետյանականներն էլ միացան արդեն այս շրջանում Ծառուկյանա խառը sense։ Ձեզանից ավելի ուժեղ հակապրոպագանդիստներ չկան։ Ձեր տեսակը չլիներ, ձեր անտրամաբանական խոսույթը չլիներ, շատ հնարավոր է ժողովուրդը մինչև հիմա էլ նորմալ վերաբերվեր ռուսական անգամ քաղաքականությանը։ Դուք ձեր այսենց բաներով հակառուսականություն եք սրսկում Հայաստանում։ Սա ես ասեմ, թող քանի որ գիտեմ, որ ամենատարբեր ուժերից մշտապես դիտարկում են իմ հաղորդումները, թող ականջներին օղանեն, արձանագրեն իրենց մոտ։ Արձանագրեք։ Ձեր շիստյորկեքը ամենաշատ հակառուսականություն քարոզողներն են։ Որովհետև հենց բերածս օրինակի վրա։ Երբ որ դու Մակրոնին ասում ես Ղարաբաղն ուր է, իմ մոտ առաջանում է հարց, իսկ Ռուսաստանը պահում էր Մակրոնը ստիպեց որ հանձնի, եւ եթե Մակրոնը 4000 կիլոմետր այն կողմից ստիպել է որպեսզի Ռուսաստանը հանձնի Ղարաբաղը, որը իր տիրույթում է, իր ազդեցության գոտում է, ինչի մասին դուք եք ասում, որ այո Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության գոտում։ Իր ազդեցության գոտու հարցը չի կարողացել լուծի Ֆրանսիան է եկել սենց բան արել, ինչը սուտ է իհարկե, բայց ենթադրենք ձեր տրամաբանությամբ են գնում։ Դա նշանակում է Ռուսաստանը այնքան թույլ ու անկարող է գտնվել, որ մի հատ երրորդ մեկը քանի հազար կիլոմետր այն կողմից, ստեղ ռազմաբազաներ չունենալով, ստեղ ինստիտուտներ չունենալով, ստեղ ագենտուրայի, չգիտեմ, որջեր չունենալով, քարոզչական բաներ չունենալով կարողացել է հասնի դրան, բա որ էդ էլ ունենար ինչ կաներ։ Այսինքն դուք սրանով ցույց եք տալիս, որ Ռուսաստանը ջարդված թույլ պետություն է։ Հիմա երբ որ այդ բանը ես ասեմ, ես ձեր համար կդիտարկվեմ հակառուսականություն քարոզող։ Դուք եք ասում մատնանշում ենք, չեք ընդունում։ Հիմա տեսակ, որ դուք հակառուսականության քարոզիչներն եք։ Դուք անօրինականության քարոզիչներն եք։ Գառնիկ Դանիելյան ջան, այսօր դուրս ես եկել ազգային ժողովում, միացրել ես մարտի 1-ի ձայնագրությունը, թե տեսեք, թե ինչ էր ասում Փաշինյանը այն ժամանակ, նրա հոգին փառավորվում էր ու զապիսն է միացրել, որտեղ որ Փաշինյանը ասում է ինքնապաշտպանվեք ժողովուրդ քարերով, փետերով, հոգիս փառավորվում է, որ տեսնում եմ ոնց եք պաշտպանվում։ Ու դա փորձում ես համեմատել
Այն դրվագի հետ, երբ որ սրբազան կոչեցյալը, դե ձեր եկեղեցին ձեր պատկերացմամբ, յուր զավակների գառնուկների հետ ճակերտավոր, հարցակվել էր ոստիկանների վրա Բաղրամյան պողոտայում, այն տոտեմ բաները ջարդելով, քարերը ու շպրտելով։ Հիմինայի, ես դերասան մարդ եմ, խելքս այդքան չի հասնում, ձեր պատկերացմամբ եմ ասում, էլի չնայած իմ կարծիքով դերասանի մասնագիտությունը դա այն մասնագիտությունն է, որ ամենաշատն է պահանջում կարդալ ու ցանկացած բան։ Լավ, ես չհասկացողն եմ, դու պատգամավոր մարդ, Գառնիկ ջան։ Դու մինչև հիմի ինքնապաշտպանությունը հարցակումից չես տարբերում։ Ինչ է նշանակում ինքնապաշտպանվել, երբ որ մարդը կոչ է անում ինքնապաշտպանվել։ Դա նշանակում է, որ նրա ուղղությամբ կա հարցակում։ Տվյալ դեպքում թե ոստիկանների, թե Արցախից Հայաստան բերված ինչ որ ռազմական ուժերից սրանց հարցակումներից պետք է պաշտպանվել։ Մյուս դեպքում կոչ էր արվում հարցակվել ոստիկանների վրա։ Դու ես երկուսի տարբերությունը իսկապես չես տեսնում ապեր։ Անհույս է վիճակը։ Այս տեմպերով։ Չես հասկանում եմ ձեր կոմպլեքսները, վախերը, ես հասկանում եմ, որ դուք ամեն ինչ փորձում եք անել մարտի 1-ը արդարացնելու, Հանուն Քոչարյանի արդարացնելու։ Այ հենց դրանով դուք հակաժողովրդաբար եք, այ հենց դրանով եք դուք ժողովրդի դեմ գործում։ Դուք կարող է դա չեք պատկերացնում, կոնկրետ Գառնիկի դեպքում հավատում եմ, որ կարող է չի պատկերացնում։ Բայց տես, դուք փորձում եք արդարացնել մեկին ու գցել ժողովրդին։ Ժողովուրդը սահմանադրության համաձայն ուներ այն իրավունքները, ինչը որ իրականացնում էր դրսում։ Իմիջայլոց ասեմ, ես չեմ ասում լավ են անում, թե վատ են անում։ Միտինգ էին անում, իմիջայլոց երբ որ դուք միտինգներ եք արել, ես ինչքան էլ ձեր հայտարարությունները միտինգի ընթացքում արված քննադատության եմ ենթարկել, բայց միևնույնն է, ձեր հետևորդների միտինգ անելու իրավունքը հարցականի տակ չեմ դրել, երբեք, ճիշտ հակառակ, եղել են շատ իմ հետևորդներից, ովքեր ինձանից նեղացել են այն բանի համար, որ երբ որ իրենք բացասական են վերաբերվել դրան, ես ասել եմ ժողովուրդ ջան, բայց այդ մարդիկ իրավունք ունեն։ Հիմա դու ուստեղ հարցը մարտի 1-ը չի, հարցը հենց ժողովրդին ձեր առաջարկածն է։ Որն է։ Դուք ասում եք, որ ոչ, մեր սրտով պիտի լինի միտինգ, ընտրովի պիտի լինի։ Ով անի, ով չանի, ինչքան անի, ինչքան չանի։ Եվ մենք ունեցել ենք իրավունք սահմանից, հնել Արցախից զորք բերել, չգիտեմ, այդ ժամանակ Ադրբեջանի հետ ինչ եք պայմանավորվել, որ հանգարց այդ արանքը բան չխառնի իրար մինչև, հա, զորք բերել սեփական ժողովրդի դեմ։ Դուք արդարացնում եք դա։ Ինչը ժողովուրդը բնականաբար բացասական է անցալում ու հունիսի 8-ին դուք ձեզ կտեսնեք այնտեղ, որտեղ որ պիտի տեսնեք, որտեղ որ ես եմ երազում, որ դուք հայտնվեք, այո, անձամբ ես այդ երազանքը ունեմ, այդ նպատակը ունեցել եմ 21 թվից, երբ որ դուք հայտնվեցիք ազգային ժողովում ու մի քանի ամիս արեցիք ամենահակահայկական գործողությունները, ես այդ ժամանակվանից ասել եմ, հիշեցնեմ խոսքերս, ասել եմ ես ամեն ինչ անելու եմ, որ 26 թվականին դուք ազգային ժողովի աստիճանը մոտիկից չտենաք, այսինքն չգտնվեք ԱԺ-ում, ես փորձել եմ, չգիտեմ ինչքանով կստացվի, ես վստահ եմ, որ կստացվի, բայց ապագայի տերն Աստված, տեսնենք, ժողովուրդը այդ գնահատականը կարծում եմ կտա։ Դուք այնքան
շատ բաներ խառնել եք իրար, ես չգիտեմ ձեզ ինչ է սովորացրել ձեր սրբազան հայրը, ում այսօր բան եք անում, ուղերձ եք հղում, ինչ եք անում, բարևներ, ողջուններ եք ուղարկում, որ ասում եք Աստվածաշնչից մեջ բերում եք բերում, եւ հետո ասում եք իմ կողմից էլ ավելացնեմ, ու Աստվածաշնչյան մեջբերմանը, ոչ թե դու մեկնաբանում ես այդ մեջբերումը, թե ինչի բերեցիր, այլ դու այդ մեջբերման ասում ես իմ կողմից սրան ավելացնեմ, ու ավելացնում ես ասում ես Աստված մի օգնիր ես ինչին, տես, քեզ վատ հոգևորականներ են հանդիպել, գառնիկ, որովհետև նախ Աստվածաշնչյան խոսքը երբ որ մեջ բերում ես, դու իրավունք չունես ոչ ավելացնելու, ոչ պակասացնելու, այո, դու կարող է այդ ինչքանը հիշում ես այդքանը ասես, դա չի նշանակում միտումնավոր պակասացնել, բայց դու չես կարող դա վատ բան է, այսօր անպայման կգնաս եկեղեցի, ու խնդրես Աստծուն ներող լինի, որովհետև Աստվածաշնչում է հենց ասվում, թե ինչ է սպասում նրանց, ովքեր որ այնտեղ խոսքերին բան են ավելացնում կամ պակասացնում, բայց սա էլ մի կողմ, դուք այնքան եք ձեզ վեր դասել բոլորից, որ ձեզ դրել եք Աստծու տեղը, Աստծուց էլ առավել, ու որոշել եք Աստծուն ուղղություն տալ, տես, երբ որ դու դիմում ես Աստծուն, դու դիմում ես նրան խնդրանքով, դիմում ես նրան փառաբանելով, նրան աղերսելով, անգամ շատ դեպքերում նրա կամքին դու ներկայացնում ես քո հարցը, նրա կամքին թողնելով, բայց երբ որ ասում ես մի օգնիր, երբ որ դու ասում ես օգնիր, դա աղերս է, դա խնդրանք է, երբ որ դու ասում ես մի օգնիր, դա արդեն հրահանգ է, դա արդեն ուղղություն ես էլի ցույց տալիս ոնց որ ընդ որում ժխտական բանով Աստծուն առհասարակ չի կարելի դիմել, ժխտական բաներով դիմում են հակաքրիստոսին օրինակ, այսքան է ձեր պատկերացումները, այս մենտալիտետի կրողն եք, այն որ կանգնել ասում ես Թորոսյանը ձեր հավաքական կերպարն է, հիմա մենակ այսօրվա քո ելույթի, մենակ այս առաջի 20 վայրկյանով ես ձեր հավաքական կերպարի գնահատականը կարող էի տալ ու շատ ավելի կոպիտ, բայց քանի որ հասկանում եմ, որ սա ձեր վերջին շունչն է ու բոցկլտում բաներ եք անում այտենց ազգային ժողովում, երանդուն մի քանի բան էլ հասցնեք իրար խառնեք նոր դուրս գաք, ոչինչ, եթերս չի լինելու, բայց հո իմ յութուբյան եթերները լինելու են իմ տանից, իմ անձնական կանալով, այս ամեն ինչը մեկնաբանելու ենք, դուք արձանագրում եմ ես, որ ես 5 տարիներին մի կոպեկի օգուտ չեք տվել մեր պետությանը, բայց շարունակել եք վնասներ տալ, ճիշտ այդ վնասները չեն եղել են մակարդակի, ինչ որ եղել են Քոչարյանի եւ Սերժի ուղիղ իշխանության տարիներին, բայց դրանք եղել են վնասներ, եւ որպես ընդդիմություն վնաս տալ ժողովրդին, դա շատ ավելի վատ է, որովհետեւ որպես ընդդիմություն դու պիտի ապահովես իշխանության բանը, ամենաթողությունից ապահովագրես ժողովրդին, բայց դուք ժողովրդի անուն երբ եք տվել, որ հիմի տակ, ինչև է, շատ դետալային չգիտեմ, ժամանակն էլ չէր բավարարի անդրադառնալ, ընդհանուր ձևակերպումները եղան այսպիսին, սիրելի հեռուստադիտողներ, նախապես բնականաբար չէի պատրաստվել, շատ ասելիքներ կա, բայց կարող եք հետևել նաև իմ յութուբյան ալիքին, այնտեղով մենք շատ կմանրամասնենք։ Դե ինչ, կարծում եմ, հարգելի հեռուստադիտողներ, իմ այս տարիների աշխատանքը բարձր կգնահատվի ձեր կողմից, հունիսի 7-ին կատարվելիք ձեր ընտրության
միջոցով, այսինքն այլ բան է, երբ որ անընդհատ խոսում ենք, եւ այլ բան է, երբ որ վերջնական գնահատական ենք տալիս։ Եվ կարծում եմ հունիսի 8-ին, երբ որ մենք հանդիպենք, մենք կլինենք բավականին բարձր տրամադրությամբ, ավելի խաղաղված հոգեպես եւ շատ ավելի կարեւոր թեմաներից կխոսենք եւ ստիպված չենք լինի անընդհատ անդրադառնալ այս նախկինների, իհարկե համեմատականության համար երբեմն կկիրառենք, բայց նրանց նոր բացասական ձեռքբերումներին ստիպված չենք լինի անդրադառնալ։ Շնորհակալություն, եթերում Ազատ Շփումներ, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։